Շատ հին ժամանակներում կար հին լքված ու անհայտ մեծ քաղաք, կար մի հերոս, որի անունը Բիժիմ էր։ Սայլուկները շատ չար ազգ էին, որոնք ուզում էին գրավել այդ քաղաքը։ Բիժիմը նույնպես ուզում էր դա անել։ Սայլուկները կամաց ուսումնասիրում էին այդ քաղաքը և տարածվում էին այդտեղ։ Երբ Բիժիմ նկատեց այդ ամենը, նա դիմեց իր զորքին և նրանք գնացին սայլուկների մոտ և նրանք հայտարարեցին պատերազմ։ Շատ երկար պատերազմ և այդպես շարունակվեց պատերազմը։ Երկար պատերազմից հետո վերջապես հաղթահարեց Բիժիմը և սեպակաշնորհեց այդ քաղաքը և դրանից հետո քաղաքը անվանվեց այդ հերոսի անունով՝ Բիժիմ։ Այդ սայլուկները ինչի չկարողացանք դրանց հաղթել, կներեք, շեֆ ջան։ Բիժիմը դառնում է այդ քաղաքի թագավորը։ Նա ամուսնանում է և ամբողջ քաղաքը ուրախանում է նրա համար։ Մի քանի ամիս անց նա վերջապես ամուսնանում է և նրա կնոջ անունը լինում է Աննա։ Երկու տարի անց Բիժիմը ունենում է երեխաներ՝ Սիլսը և Բայսը։ Նրանցից մեկը լինում է ապագա սայլուկների կառավարիչ, որի անունը Սիլս է, իսկ մյուսը մեծանում էր Բիժիմ քաղաքի ապագա թագավոր՝ Բայսը։ Անցնում են տարիներ, երեխաները մեծանում են, և այդ տարիների ընթացքում սայլուկները մի քանի անգամ փորձում են հարձակվել Բիժիմ քաղաքի վրա։ Դու չես կարող գրավել մեր քաղաքը։ Գնա այստեղից, ասացի, արագացրու։ Ոչ։ Սիլսը լինում է սայլուկների կողմից և փորձում է օգնել նրանց։ Սայլուկներ, ես կարող եմ ձեզ օգնել։ Ինչով դու կարող ես մեզ օգնել։ Ես կասեմ ձեզ իմ հայրիկի Բիժիմի թույլ կողմերը։ Այս քաղաքում կա մի ապահով վայր, որտեղ մեզ չեն նկատի։ Վաղը առավոտյան կգաս այդտեղ, մենք կքննարկենք ամեն ինչ։ Հասկացա՞ր։ Լավ, կգամ, անշուշտ։ Դե արագացրեք, գնացեք այստեղից, քանի ձեզ չեն տեսել։ Գնացեք։ Առավոտ էր։ Սիլսը արդեն պետք է գնար, բայց հայրիկը նրան մոտեցավ այս խոսքերով. Այդ որտեղ ես գնում, Բայս։ Սիլս, այդ որտեղ ես գնում։ Ես գնում եմ խաղալու մեր այգում։ Այդ դեպքում դու կգնաս քո եղբոր և Լիգուշի հետ։ Լավ, կգնամ, բայց Լիգուշը ով է։ Լիգուշը իմ գլխավոր թիկնապահն է, ով ձեզ կհետևի։ Հասկացաք։ Լավ, կգնամ։ Եվ նայեք, վտանգավոր բաներ չանեք։ Եվ նրանք գալիս են այգի։ Դե լավ, երեխաներ, գնացեք ձեր համար զվարճացեք։ Ես էլ ստեղ նստած ձեզ կհետևեմ։ Բայս, ինչ կուզես քեզ համար կանեմ, բայց կշեղես Լիգուշի ուշադրությունը։ Լավ, կշեղեմ, բայց դու ինձ համար պետք է գնես հակասայլուկ գիրքը, համաձայն ես։ Հակասայլուկ գիրքը։ Լավ, կգնեմ, բայց դու մենակ շեղի Լիգուշի ուշադրություն, խնդրում եմ։ Լավ, կշեղեմ, և Բայսը գնում է Լիգուշի մոտ։ Եվ մի քանի րոպե անց Բայսը գնում է Լիգուշի մոտ, որպեսզի նրա ուշադրությունը շեղի, իսկ Սիլսը հանդիպի սայլուկների հետ։ Լիգուշ, ուզում ես քեզ շատ ծիծաղալու անեկդոտ։ Իհարկե, լսում եմ։ Մի անգամ Պոլոտ Մուկուջև Ցիտրո Ալեգը
նստում են գնացք։ Ծիտրոալեկը քնում է երկու հարկանի մահճակալի վարը, իսկ Պոլոս Մուգուչը վերևը։ Գիշերը շատ ուժեղ դմփոց է լսվում։ Ծիտրոալեկը հարցնում է Պոլոս Մուգուչին, թե ինչ է եղել։ Պոլոս Մուգուչը պատասխանում է, որ վերնաշապիկն ընկավ։ Ծիտրոալեկը զարմացավ։ Եվ Պոլոս Մուգուչը ասում է, որ այդ վերնաշապիկի մեջ նա էր եղել։ Հա, շատ ծիծաղալու անեկդոտ էր։ Հա։ Եվ նրանք զվարճանալուց այո։ Ուզում ես էլի անեկդոտ։ Այո, արի։ Եվ այդպես Բայսը շեղում է Լիգուշի ուշադրությունը, եւ այդ ժամանակ Սիլսը հանդիպում է սայլուկներին։ Բարև, սայլուկներ։ Սիլս, ինչու այդքան ուշացավ։ Կարևոր չի։ Լավ, արեք անցնենք բուն թեմային։ Լավ, արեք։ Եվ այդպես Սիլսը պատմում է սայլուկներին իր մասին, երբ Լիգուշը նկատում է, որ Բայսը չկա։ Բայս, որտեղ է Սիլսը։ Մենք խաղում էինք պահկվոցի եւ ես նրան չեմ կարողանում գտնել։ Արի քեզ օգնեմ նրան գտնենք։ Չէ, ես ինքս կգտնեմ նրան, մերսի շատ։ Լավ, տարօրինակ է։ Ասում է մեկ ժամ բիժիմը շատ տանում է։ Բիժիմ, ինչու ես այդքան լարված։ Աննա, իբր չգիտես, Սիլսը եւ Բայսը միշտ անկախ ամեն ինչից այս ժամին տանն են լինում, որպեսզի նախաճաշեն, բայց հիմա նրանք չկան։ Բիժիմ, շատ մի մտածի։ Լիգուշը նրանց հետ է, նրանց ամեն ինչ լավ կլինի, ճիշտ ես։ Արի մի 10 րոպե սպասենք, եթե նրանք չգան, ապա կզանգենք Լիգուշին։ Լավ, եւս կսպասենք 10 րոպե, անցավ եւս 15 րոպե, բայց երեխաները չվերադարձան։ Եվ նրանք զանգեցին Լիգուշին։ Ալո Լիգուշ, ալո, ինչ եղել, շեֆ ջան։ Ինչու երեխաները դեռ չեն եկել տուն։ Նախաճաշի ժամն է։ Կներեք շեֆ ջան, մոռացել էի։ Հիմա կկանչեմ, որ գան տուն։ Ինչ է նշանակում մոռացել էի։ Եվս մեկ անգամ այդպիսի բան կրկնվի, կհանեմ քեզ գործից։ Կներեք, այդպիսի բան էլ չի կրկնվի։ Կներեք էլի։ Եվ այսպես Լիգուշը կանչում է երեխաներին, որպեսզի գնան վերև։ Բայց գնաց։ Սիլս, արի, պետք է գնանք նախաճաշենք։ Սայլուկներ, պայտեք։ Լավ, ես եկա, նախաճաշ պետք է չէ։ Այո, նախաճաշից հետո կպատվիրես ինձ այդ գիրքը, որը խոստացել էիր։ Ինչ ժամանակ է պետք, որպեսզի ես այն պատվիրեմ։ Այն շատ թանկ գիրք է, սովորական չէ, որ գնանք գրադարանից գնենք այն։ Ես քեզ հասկանում եմ, բայց փորձես այն շատ արագ պատվիրես։ Հասկացար դու ինձ։ Հա, լավ, կփորձեմ հնարավորինս շուտ պատվիրել։ Բայց դու մենակ չպատնես հայրիկին, որ ես այդպիսի բան արեցի, լավ, չեմ պատմի։ Եվ այդպես զրուցելով եղբայրները եկան Լիգուշի մոտ եւ նրանք գնացին վերև նախաճաշելու համար։ Սիլս, Բայս, ինչու այդքան ուշացաք։ Տեսնես որտեղ։ Մենք եկանք, շեֆ ջան։ Վերջապես, Սիլս, Բայս, ինչու այդքան ուշացաք։ Մենք խաղում էինք պահկվոցի այգում։ Լավ։ Իվան։ Ինչու երեխաներին ճիշտ ժամին չբերեցիր։ Շեֆ ջան, դե ասեցի էլի, որ մոռացել էի, էլի։ Ես շատ եմ հանգստացել քո պատճառով։ Եվ ոնց եմ ես քեզ ընդունել աշխատանքի։ Կներեք, էլի շեֆ ջան, այդպիսի բան չի կրկնվի։ Իհարկե չի կրկնվի։ Ես քեզ կտամ դու կանք 500,000 դրամի չափով։ Վաղը ինձ կբերես այդ գումարը։ Խնդրի չկա շեֆ ջան, ես այն ձեզ կտամ վաղը, բայց ինձ աշխատակից չանեք, էլի, խնդրում եմ։ Լավ դե, գնա։ Լավ, անպայման կբերես այդ գումարը, այն շատ կարևոր է։ Եթե դու այն չբերեցիր, դու հասկանում ես, որ դու կհանես։ Լավ, ընտանիք, կներեք, արեք նախաճաշ անենք, այսքան սպասել ենք, սովից մեռնում են։ Եվ ընտանիքը նստեց նախաճաշելու։ Զրուցելուց հետո